Ողջույն հայություն եւ մեզ արդեն իսկ հարազատ դարձած լսարան։ Թե ուր է տանում այսօր այս գեղեցիկ ճանապարհը, ձեզ անպայման տեղյակ կպահի Մանեն։ Կանաչ վիթխարի ընկուզենու տակ, իրենց հասակի կարգով, ծալպատակ, միասին բազմած, մի շրջան կազմած, քեֆ էին անում եւ ուրախանում մեր հսկա պապերն ու մեր հայերը, գյուղի տերերը, բայց թե որ գյուղի տերերը Անտարաշատ։ Քո գիրկն եք եկել, անտարաշատ։ Այստեղ կանգնած կարող ես փռել քո ձեռքերը եւ գրկել Անտարաշատ գյուղը։ Անտարաշատ գյուղը բարձրադիր վայրում է, ծովի մակարդակից 1300-ից 2393 մետր բարձրության վրա։ Մինչև 1949 թվականը գյուղին տրվել է Տորտնի անվանումը։ Տեղաբնակների կողմից ստուգաբանվում է Տեր օրհնի ձևով, որն էլ հետագայում տեղի բարբառի ազդեցությամբ կամ տառադարձությամբ դարձել է Տորտնի։ Անտարաշատում են գտնվում Հարսնաքարը, Պառավաքարը, Տափասարը եւ Քամու եկեղեցին։ Ավանդության համաձայն շրջում են գյուղի արահետներով։ Փորձում ենք զգալ ու վայելել գյուղի ամեն մի անկյունը, որովհետև առաջին անգամ ենք ու վստահ ենք, որ ձեզնից շատերը չեն եղել այնտեղ։ Գյուղը բավականին հին պատմություն ունի։ Ցավով ենք նշում, բայց շատ դռներ կողպեքով փակ էին ու անմխիթար։ Ուշադիր նայեք փակված դռներին, որոնք ժամանակին բաց էին։ Իսկ ներսում դուք էիք ձեր երիտասարդ ու մանուկ օրերով։ Չպետք է փակվեին։ Դե ինձ սիրելիներս, թող Անտարաշատի բոլոր փակ դռները բաց լինեն։ Տատի հավերի կերակրալում, հեսա կամպոտնա յորանիմ կյամ։ Տատի, հինի նպին թե մոշինը։ Հինի կամպոտ, լավ։ Ավլեմ թափեմ փոշին, ավլեմ թափեմ փոշին, գիշերները յարոջան խլվալամ քո դոշին, գիշերները յարոջան խլվալամ քո։ Շատ կուզենայինք պատմել այս տան պատմությունը, բայց քանի որ մարդ չենք գտնում դեռևս, եկեք բացենք ուղղակի ու հասկանանք, թե ինչպիսի պատմություն է ունեցել այս տունը։ Ավերված, կիսաքանդ, եկեք։ Գաբրիել, ինձնից որ լիներ, այնպես կանեի, որ այս վառարանը հենց հիմա վառվեր ու ջերմացներ այս անկյունը, որովհետև այնքան հետաքրքիր տուն ենք մտել։ Իհարկե անկոչ հյուրեր ենք այս պահին, չգիտեմ տերերը հետո կտեսնեն ինչ կասեն, բայց անհնար է սա չնկարել, որովհետև ամենաազդեցիկ պահը նայեք այստեղ, մանկական օրորոց, անգամ սպասք, հնություն։ Սեք ինչ հետաքրքիր է։ Գաբրիել, արի պատշգամբներ, ցույց տանք մեր հետևորդներին։ Մի հրաշք։ Այնպիսի տպավորություն է, որ հիմա կընկնենք, չէ՞։ Վերև նայեք։ Ես վստահ եմ, որ բոլոր երեխաները իրենց գյուղի այս երկաթյա մահճակալում հաստատ ինպես այսպես ցածկոտել են, հոպ, հոպ։ Ծիծեռնա, լուգարնան սիրուն թրջնա,
ավանդական հայկական գոմ, ձիու թամբ, էշու թամբ, բահերի մի ամբողջ հավաքածու, երևում է, որ այս գոմը իրոք աշխատում է։ Էստի համեցեք, ուրա մեր ծաղիկովը, բիշ, ջիմարա, ջիմ, Սա հենց այն ընկուզենին է, որի տակ նստած էին մեր պապերն ու մեր հայրերը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես։ Նախշուտ։ Սաղարթախիտ անտառներ, մի զարմացեք։ Անվանումը իզուր չէ, անտառաշատ, հարուստ բուսականություն, պարարտ հող ու դաշտային ծաղիկների յուրօրինակ մի աշխարհ։ Անտառաշատի երկինքն ուրիշ է, այստեղ արևը մի տեսակ այլ ձև է ջերմացնում, յուղի դիտակետն անգամ հեշտությամբ հաղթահարեցինք, իսկ թե ինչու, նայեք մինչև վերջ։ Հետաքրքիր տեսք ունի տափասարը հենց անտառաշատ գյուղից, այստեղից այն նմանվում է երկու հսկա մեծ աստիճանների կամ տապանի։ Լեռան բարձունքների վրա Աղվանի գյուղի ամառային արոտավայրերն են, իսկ ստորոտներն օգտագործվում են անտառաշատ գյուղի տնտեսությունների համար։ Ամեն անգամ ես հարց են տալիս, թե ինչ են մեզ հյուրասիրում գյուղացիները, շատ բան են հյուրասիրում, բայց մենք օգտվում ենք բնության շռայլությունից։ Տուտ։ Հազար շապիկ մաշած սարեր, իրար ծոցում, իրար կարոտ քաշած սարեր, քարոտ սարեր, խավոտ սարեր, սարեր, ձեզ ինչ ասեմ։ Հազար որոտ լսած սարեր, ամպերի մեջ մրսած սարեր, թրջված սարեր, թրծված սարեր, սարեր, ձեզ ինչ ասեմ։ Գլուխ գլխի քնած սարեր, արևի մեջ շիկնած սարեր, օրնած սարեր, հոգնած սարեր, սարեր, ձեզ ինչ ասեմ։ Հազար ամպրոպ տեսած սարեր, հազար ճամփոր տեսած սարեր, փորձված սարեր, փոխված սարեր, սարեր, ձեզ ինչ ասեմ։ Խոսք աղոտքի կարոտ սարեր, մարդու ոտքի կարոտ սարեր, սարոտ սարեր, ցավոտ սարեր, սարեր, ձեզ ինչ ասեմ։ Ես ու Մանեն այժմ դե գիտեք, որ գտնում ենք անտառաշատ գյուղում, հիմա գնում ենք ձի թամբելու։ Շատ բարդ ճանապարհներով, բայց շատ սիրուն բնություն ունի անտառաշատը։ նկարել ես լեռների մշուշը։ Վայ։ Մենք այն ամեր գոմն, այնտեղ մենք պահում խոզ, ձիմի, կով, շուն։ Մարդ։ Դիքը կենթաններ եք պահում։ Սարդոստայնի վրա ջրի կաթիլներ, բնության հրաշք։ Այ քեզ բա։ Դե ինչ մենք դեռ գնում ենք, բայց դեռ տեղ չենք հասել։ Այ շունիկի հետ միասին ենք գնում։ Հեյ։ Թող մեզ ներեն բոլոր այն գյուղացիները, որտեղ որ մենք բացահայտել ենք իրենց գյուղերը, բայց ամենամաքուր, ամենաազնիվ, ամենաբարի գյուղը որպես այդպիսին մեզ համար անտառաշատ է եւ ինչու, որովհետեւ այն բացահայտում ենք երեխաների հետ։ Դե ինչ գոռում ենք, 3-4 անտառաշատ։
Թեթենին մի քիչ բարձր լինե, տանիքի նստենք ու համտեսենք։ Երևում եք, այս տան մեջ ապրում է Էդիկը միայնակ, եւ ով կասի, որ սա տղամարդու ձեռքի շնորհք է։ Ամեն անգամ, երբ բացահայտում ենք մի նոր գյուղ, զգում ենք, թե որքան ենք կապված մենք մեր հայրենիքի հետ։ Ասա Գավրիել, Միանշանակ։ որքան ենք սիրում մեր արմատները։ Քանի հայը կա, մշակույթն ու մեր արմատները երբեք չեն կորչի։ Ամեն, ամեն։ Ծնված օրից ցայսը։ Քանի տարեկան ես։ Նա հիմա Հա, 95, 95 տարեկան։ 85, 95, 95։ Բա անունդ ոնց է։ Ռոզիկ, Ռոզիկ տատի։ Հարությունյա։ Ռոզիկ Հարությունյանի օջախում ենք հիմա գտնվում։ Իսկ կարոտում ես այն հին գյուղը։ Ինչ բեները հենա մկախումս։ Կարևորը հիշողության մեջ ամեն ինչ պահպանելը։ Թողումը լավը տանը կենաս։ Լավ, լավ վախտեքը։ Վախտը ավելի լավ է կամը հենք որ բոլո հալը ցածա։ Ամը հենք բայց ցավերի շտացած։ Ամը հենքն էլ կապված։ Հասկանալ։ Միքնա, բահե։ Ռոզիկ տատի, դե քեզ լավ պահի, առողջ եղիր։ Ու վայելի այս գյուղի գերեցկությունը։ Ինձանա կախվաշի։ Սիրունա, ես առաջի անգամ եմ եկել Անտարաշատ եւ շատ սիրուն գյուղ ունեք։ Մաքուր աստ է ամեն ինչ։ Ծնված օրից ես չեմ ամեն ինչն էլ աչքես առաջ անցակացա։ Իս երիտասարդ ժամանակ գյուղի եկեղեցուց օգտվում էիք։ Հա, քնեմ մոքլա, Հավատը կար, էլի։ Հա, քանդվելը։ Հա, դե կարևորը որ։ Աստուծո քենի քլրիվը։ Քրիստոնեական հավատի մեջ ուսումնասիրում է Աստվածաշունչը, Պաշտոնս ապրել է ճգնավորի կյանքով, մեծ գործից առաջ նա ոգեպես մաքրագործվել է։ Իր շուրջ համախմբված աշակերտներ կողմում և ուսումնիկում զբաղվել է քաշությամբ։ Գյուղն անմասն չի մնացել հայրենիքի պաշտպանության հարցում։ Ուժեղ էին տղերքը, զոհվեցին հանուն այսօրվա համար, հանուն խաղաղության, փառք ու պատիվ։ Բարև ձեզ, համեցեք, համեցեք։ Չայ կխմեք։ Ուղղակի ջուր չկա։ Չի, հարևանի, տղու եզներդ կտաս ախորս չես տա, գնում եմ, կաշինկոմ։ Հերվում տեսա գյուղ իմ քնած, և աղոտ մի ջրակ իմ տունը, օքիս տկար ծանոտ կամին տարավ, աղմկոտ մի փողոց, իմ մանկությունը, ու լուր ժպտած անհետ կորած հայացքն իմ ընկերոջ, որ այնքան ինձ հարազատ էր, ու էլ չկա պատուհանը կիսաբաց, սերն իմ մոլորված, որ կիսատ մնաց։ Գյուղից քաղաք հասնելու համար գյուղացիները օգտվում են վճարովի տրանսպորտից։ Ափսոսում ենք, գյուղի մանուկների համար ժամանցի ոչ մի հարմարավետություն չկա։ Շատ էինք ուզում գիրք նվիրել գյուղի գրադարանին, բայց ցավոք
ոչ բանալին կար, ոչ էլ գրադարանավարը։ Այս ամենին զուգահեռ կար դժվար անցանելի մի կացան, որը տանում էր դեպի վանք։ Ծայրահեղ պատվիճակում է գտնվում Անտարաշատի մի եկեղեցին, որի անվանումն է Սուրբ Հռիփսիմե։ Դες սովորության համաձայն հոգնում ենք պապերին։ Հասնելը այստեղ իհարկե մեծ փորձություն էր, բայց տեղի համագյուղացիները մեզ օգնեցին։ Ինձ սիրելի բարեկամներ, այժմ գտնվում ենք Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մուտքի մոտ եւ արդեն մուտք են գործում։ Իդեպ եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում։ Ես մի բուրն եմ քո Ես մի ծիլն եմ քո արտի, ես մի զարկն եմ քո բասկի, հայրենի երկիր, Հայաստան։ Ահա Անտառաշատը իր առօրյա հոգսերով, ուրախ ու տխուր պահերով։ Ահա մի գյուղի պատմություն, ուր ծնվել ու ծնվում են սերեր։ Ահա եւս մի գյուղ, որտեղ կան կյանքեր, բայց տարբեր ճակատագրեր։ Ահա Անտառաշատը, Հայաստանի մի մասնիկը, իր ավանդույթներով ու գեղատեսիլ վայրերով։